այն մարդիկ, ովքեր որ պետք են տատիկ պապիկների աշխատավարձները բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արեստավարժ լինեն։ Դա մեկ։ Երկրորդը այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետք է մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրսը աշխատի եւ չնախընտրի որևիցե մասնավորի մոտ աշխատի։ Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավորի աշխատավարձների եւ պետական հիմնարկների աշխատավարձների մեջ, կտեսնեք, որ մարդը կնախընտրի շատ ավելի շուտ գնա աշխատի մասնավորում, ազատ մնա այս տեսախցիկների քանակից, նման հարցերից եւ չգիտեմ, տարբեր տեսակի մեղադրանքներից։ Ես կներեք, դուք անդադ խանգարում եք, մի լրեք, եթե նոր իրար հետ խոսում եք, մի խանգարեք, հարցին եմ պատասխանում ձեր գործընկերոջ։ Եվ վերջի վերջո հենց այս կառավարությունը, հենց այդ մարդիկ են, որ ուսուցիչների աշխատավարձներն են բարձրացնում եւ բարձրացրել են եւ այսօր ուսուցիչներ եւ զինվորականներ կան, որոնք որ շատ ավելի շատ են ստանում, քան օրինակ падգամավորները։ Բարձրացրել են այդ նույն տատիկ պապիկների թոշակները։ Այնպես տպավորությունն է, դուք այնց ձևով եք ներկայացնում, որ 5-6-7 տարի է անցել, որևիցե բան չի բարձրացել, մեկ է այտենց այս չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձները բարձրացրեցին։ Ես անցյալ անգամ էլ եմ ասել, դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք, падգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարցը, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբար բան, ինչ ասեց, ազատության կառնա։ Բայց աստղաբաշխական թվերը։ Իսկ դուք գիտեք ազատությունը ինչքան են ստանում լրագրողները։ Աստղաբաշխական բյուջեից չեն ստանում։ Հարգելիս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում։ Ես կրկնում եմ։ Հանրային միջոցների, պարոն Սիմոնյան, հանրային միջոցների։ Դու այն մնացածը, որ սրանից առաջ խոսում էի, մենք չէինք լսում։ Չէ, լսում եք, հետևել կամ վիճելի։ Պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Բանկի աշխատավարձը, բանկի օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք։ Դրա համար վարչապետը նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է։ Ֆիքսեք, աշխատավարձը այդքան է։ Ասում եմ, եթե այդքան ջանասիրաբար ձեզ այդ ամեն ինչը անհանգստացնում է, վերջի վերջո հայտարարություններ եք անում լրագրողներով, լրագրողական ինչ-որ կազմակերպություններով, հարգելիներս, սկսեք ձեր թափանցիկությունից։ Մենք թափանցիկ ենք, առնվազն դուք մեզ քննադատում եք, մենք ինչ-որ ձևով բան ենք անում, հիմա ձեր թափանցիկությունից սկսեք։ Շատ լրագրողների մասին էլ կան դրանան։ Ես իրան եմ խոս տվել, իր հարցերին պատասխանում, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, ՕԳԳ պետք է ունենա կառավարությունը, որպեսզի այդքան իսկ ով որոշել, ով ասել, ով ասել, դուք այդ ՕԳԳ-ն ասեք։ Դուք որպես քաղաքացի գետակ այդ ՕԳԳ-ից ելնելով կքվեարկեք Քոչարյանի ՕԳԳ-ին, Սերժ Սարգսյանի ՕԳԳ-ին, մարդել կլինի կգնա Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ին կքննարկի։ Հիմա քենք է մենք դա քննարկում։ Տեսեք, Նազելի Բաղդասարյանը, դուք էլ քիչ առաջ վկայակոչեցիք խաղաղություն բերելու փաստարկը, որ խաղաղություն եք բերել եւ այլն, ու դա համարում եք արդյունավետություն, որի համար կարելի է պարգևատրվել։ Չէ, ես տենց բան չեմ ասել։ Նազելի Բաղդասարյանն ասել է։ Ես Նազելի Բաղդասարյանը չեմ։ Ես Նազելի Բաղդասարյանի խոսնակը չեմ նույնիսկ։ Դե ասեք ինչի համար պիտի պարգևատրվի ձեզ բյուջեի հաշվին։ Դուք չեք լսում, երբ որ ես խոսում եմ։ Ասում եք աշխատավարձ։ Չէ, մի րոպե։ Դուք չեք լսում, որ խոսում եմ։ Լսում եմ շատ ու շատ։ Մարդիկ ստանում են, ուրեմն լսեք, աշխատավարձը 1 միլիոն դրամ է, թե ինքը 500-ը կստանա ամսվա սկզբին, մնացածը կհավաքվի կստանա տարվա վերջում, որի անունը կդնենք պարգևավճար, այդ մարդու աշխատավարձն է այդքան, որևիցե մեկ դա պարգևատրել բառից է կարճել, բայց ես ասում եմ, կրկնում եմ, դա ձևակերպումն է, դա այդ մարդու աշխատավարձն է, մինչև հենց նոր ձեր գործընկերոջը պատասխանի,
պատասխանեցի, ինչեւ օրենսդրորեն դա կձևակերպենք։ Այդքան Խորհրդային կառավարման երկիր են, դուք վերահսկող գործառույթ ունեք նաև գործադիրի նկատմամբ ու գործադիրի անդամները, այդպես ես պիտի երկրորդեմ, աստղաբաշխական թվերով պարգևատրումներ են ստանում, որտեղ 7-8 միլիոն, 6 միլիոնը դրանք իսկապես ահռելի գումար են մեր տիպի աղքատություն ունեցող երկրի համար։ Հիմա դուք չպիտի հաշվետվություն պահանջեք կառավարությունից, այդ միլիոնները ինչի համար եք ստացել։ Եթե խաղաղության համար են ստանում, եթե համարում են, որ խաղաղության համար չենք ստանում։ Խաղաղության համար չենք ստանում։ Ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար։ Դուք ասում եք խաղաղություն, ես ուրախ եմ, որ դուք որպես խաղաղությունը որպես ամենալավ ձեռքբերում այնուամենայնիվ արձանագրում եք, դա ինձ ուրախացնում է։ Բայց դա մարդկանց աշխատավարձն է, ինչ է այդպես չի, մի վիճեք հետս։ Դա մարդկանց աշխատավարձ։ Դուք մենք այդ ձեր խնդիրը կանում է նրանում, որ դուք կորուստը ենթադրում եք, որ կարելի է փողով հաշվել։ Փողով կորուստը չեք հաշվի։ Դուք իհարկե արի չբանավիճենք, հարգելի լրագրող, արի չբանավիճենք, բայց պետք չի, դա լեզվամտածելակերպ է։ Այսինքն կորուստները մտածում ես պահում անենք 44 օրյա պատերազմի համար, այս ի՞նչ դրամաբան է, այս ի՞նչ ես ասում։ Ինչ համար եք դուք պարգևատրվել։ Հարգելի, մենք չենք պարգևատրել, 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար, բայց վերջին անգամ։ Նախարարներն էլ չեն պարգևատրվել, այդ միլիոնները ուղղակի sense միֆ են։ 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար եւ մեր հեռուստադիտողների համար։ Նախարարների աշխատավարձն է։ Ուզում ես եւս մի քանի պաշտոնյայի անուն տուր։ 4-րդ անգամ կրկնում եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Ուրեմն 5-րդ, ես 5 թիվը շատ եմ սիրում, 5-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է, որի մի մասը անունը տենց է դրված, դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է եւ տրվել է, ասեմ ավելին, էլի է տրվելու այլ համամասնությամբ գուցե էլի է տրվելու, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Այսինքն ամեն ամիս աշխատավարձ չեն ստացել, այդ մարդկանց ոչ ստացել են իրենց հասանելիքի այն նախատեսվածի մի մասը 8-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Իրար հետ դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Մի 10-րդ անգամ որովհետև այո, դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտել։ Իհարկե նման մենք քաղաքականության մեջ նորեկ չենք, հա։ Մենք գիտենք, հասկանում ենք, չէ, որ նման հարցադրումներ կարային լինեն, բացատրելու կարիք կարող լիներ, եւ մեր համար շատ ավելի հեշտ էր տեխնիկապես այնպես անել, ոնց որ խոսեցինք, հա, աշխատավարձի բանով անել, հա։ Հա, ինչ որ ձևով բան, բայց տեխնիկական պատճառներից ելնելով նաև վարչապետը ասաց, որ միջանկյալ լուծում է ընտրվել նման բան։ Եվ վերջին 10-րդ անգամ ասում ես թեման փակում ենք, դա այդ մարդկանց աշխատավարձ։ Արի քաղաքական գործիչը եւ մեր այսօրվա դաշտի լրագրողը բարոյականությունից չխոսում։ Ինչի՞ պարոն Սիմոնյան։ Երբ որ մենք հիմա դուրս գանք փողոց, պարոն Սիմոնյան, լիքը մարդ նոր տարին դոմիկներում ա դիմավորել։ Լիքը մարդ դիմավորել է անլույս, անհաց, առանց ավանդական տոլմաների, առանց խոզի բդի եւ առանց լիքը ճոխությունների։ Նաեւ լիքը մարդ Դուբայներում ա դիմավորել, Եգիպտոսներում ա դիմավորել, տարբեր երկրներում ա դիմավորել, հյուրանոցներում լեփ-լեցուն, Հայաստանի Հանրապետության տարբեր ռեստորաններում ա դիմավորել։ Այդտենց բաներ, այդ դեմագոգիա է։ Դուք ձեր խոսքները չեք կատարել։ Ոչ թոշակների բարձրացման չափն է ձեր ասածին համապատասխան։ Ոչ աղքատության կրճատումը, ոչ մի բան։ Հարգելիս, ես իմ խոստումը չեմ կատարել, կգնաս կընտրես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ ում որ կնախընտրես, կամ չգիտեմ, ելով կամ դեռ, ում որ իր խոստումները կատարել է, հա, պայմանավորված տենց։ Ում ես ընտրում, որ միշտ տենց ես, Ռոբերտ Եթե անկեղծ չեմ հասցնում որևէ ընտրության մասնակցել, որովհետև ձեր վատ ես անում, այդ 20 րոպեն չես կարողանում գտնես գնաս ընտրում, պետք է ընտրությունների մասնակցես, այդ մի ձայնը կարող է դաշնակցությանը պետքական լինի, կամ Ռոբերտ Քոչարյանի։ Պարոն Սիմոնյան, ես մոտիկ կուզեի դուք պարզաբանեք։ Էլ այս հարցին չենք դեռ։ Չէ, չենք, արդեն 10 անգամ նույնն ասել, չէ, այլ հարցեր կան։ Հա, լրագրողները ասում եք պետական ապարատից կգնան կգնան մասնավոր։ Օրինակ դուք կամ Նիկոլ Փաշինյանը, որ բարձր պարգևավճար կամ այդ աշխատավարձը չստանան, մասնավորում որտեղ կարող եք բարձր բազմամիլիոնանոց աշխատանք գտնեք։ Ձեզ ով է առաջարկում նման աշխատանք։ Նարեկ ջան, ես դա չեմ քննարկում, ես որ իսկ քաղաքական գործիչ եմ, պետական այր եմ, ես այնպես բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ վատ ռեզյումե չունեմ։ Առնվազն ձեր լրատվամիջոցում կամ որևիցե այլ լրատվամիջոցում բավականին լավ լրագրող կարող եմ աշխատել։ մոռացել եք
բան է ուզում հարցնել, ոչ հասկանալի է։ Այդ այլ հարցեր, եթե չկան գնում եմ։ Չէ, կա մի հարց կա։ Ես ուզում եմ իմանալ Այսինքն ո՞չ կարա 3 օրը մեկ ես 40 րոպե նոն-ստոպ ձեր հետ խոսում եմ։ քաղաքացիական պայմանագրի ընտրացուցակի ձևավորման հետ կապված ավարտվեց այսինքն այդ լսումները, այն որ պետք է տեխնացուների լսելու փուլը ավարտվեց, հիմա նախ չի դեռ հանրայնացվել, եթե ես չեմ սխալվում, քանի հոգու տեխնացություն է առնվազն այս փուլում հաստատվել, եթե կարող եք նշել։ Մոտավորապես, եթե չեմ սխալվում, 300, եթե չեմ սխալվում։ Այդքան էլ լինելու է նախընտրական ցուցակը, թե դա ֆիլտրվելու է կրկին։ Չէ, այլ ֆիլտրացիայի փուլ չկա եւ մենք այս ամեն ինչ հարաբերական է, որտեղ աշխատանքները տալվում են, ցուցակը ձևավորել է համաժողովը, ամբողջական ցուցակը, ինչ որ իմ սկզբնական մասը մի քիչ ուրիշ տրամաբանության մեջ առաջին 50 կամ 100-ը մնացածը մի քիչ միգուցե այլ տրամաբանության մեջ զուտ տեխնիկայից ելնելով, որտեղ մի քիչ անհնոր է, էլի 300 հոգու հետ կապված մենք հիմա այդպես խնդիր ունենք, ուզում ենք այնց անենք, որ մաքսիմալ ապահովենք բոլորի հավասարությունը, հավասար ներկայանալու, հավասար ընտրվելու հնարավորությունը, բայց այդ քանակի մեջ 300 մարդ ընտրել դուք պատկերացնում եք 300-ի մեջից հիմա տեխնիկայի շուրջ են քննարկում, բայց ցուցակը ձևավորել է ոչ թե մի մարդ, երկու մարդ, ցուցակը ձևավորում է համաժողով պատվիրակների քանակը գրեթե 1000 է։ Այսինքն միանձնյա որևէ Չէ, երբեք միանձնյալ մեծ բան է։ Հաճախ մտածում եմ, որ կարելի է ինչ-որ մի բան միանձնյալ է, բայց ցավոք չեմ համաժողովի ժամկետները հայտնի են երբեք մոտակա ժամանակները չեմ ուզում։ Պարոն Սիմոնյան, Լրատվամիջոցների հետ կապված մի հարց ունեմ։ Ես ձեզ խնդրում եմ, որ վերականգնեք մեր գործընկերների հավատարմագրումը, պարոն Սիմոնյան։ Խնդրում եմ, որ չմոռանաք, որ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ էլ անցյալում այսպես միջանցքները փակ լինեին, մենք Շմայսին, տարբեր օլիգարխների, ձեր կոչմող օդիոս դեմքերի հնարավորություն չէինք ունենա հարցեր ուղղելու, նրանց մերկացնելու, եւ դուք հնարավոր է չգայիք իշխանության, պարոն Սիմոնյան։ Ինչի՞ չեք վերականգնում մեր գործընկերների հավատարմագրումը։ Խնդրանքով չի լինում, մի ընդհատակ, օրենքը խնդրանքով չի լինում, ինչ վերաբերում է առաջվա ժամանակներին լրատվական դաշտի 99%-ը վերահսկել էին, կային 1, 2, 3, 4 անհատ լրագրողներ, որոնցից մի մասը այսօր էլ կա, եւ այդ անհատ լրագրողներն էին, որ այսպես ասած աչքի էին գնում, մնացած լրատվական դաշտը վերահսկել էր, ինչ պետք է իրանք անհանգստանային որևիցե խոսքից, իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, մեր կուսակցությունը, մեր քաղաքական գործունեությունը, ես նման եմ մարդու, որ լրատվամիջոցներից խուսափում է, դուք եք ինձնից խուսափում։ Բայց ինչի՞ չեք թողնում քնարը եւ Սոնան գան ազգային ժողովից, ինչ հարցեր պիտի տան, որից վախենում եք։ Այդ հա, ես ասում եմ 20 թե 30 օր առաջ եմ հարցազրույց տվել, մեծ հարցազրույց կամ ես մենք նման ենք մարդկանց, ովքեր լրատվամիջոցներից Բայց ինչ նախնդիրը ձեզ ասվել է Արթուր Հովհաննիսյանը, չգիտեմ, Կոնջորյանը ինչ որ խնդիրներ ունեն, ուզել են ձեր միջոցով հարցեր։ Ուղղակի սովորեք կանոններով Բայց այդ ինչ անթույլատրելի կանոն է, ինչ է, մի հատ փոճորիկ բան է գողացել, էլի։ Ինչ որ սահմաններ, որոնք առաջ բաց են եղել, դուք ազգային ժողովի դռները բացում եք։ Ազգային ժողովի այգու դռները բացում եք, ցանկացած քաղաքացի մտնում է, ինչ փակեցիք։ Հիմա էլ ասում եք փակա տեղը։ Ասում եք խախտել, այսօր ասում եք ինչ նախախտել։ Այլ հարցեր կունես։ Ինչ նախախտել, պարոն Սիմոնյան, ինչ նախախտել հնարավոր է, որ պատգամավորները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի լրագրողները հարցեր ուղղեն, այդ արգելված գոտուց գան մահկանացուների համար նախատեսված վայր, որ մենք կարողանանք հարցեր տանք եւ այդ սահմանները չհատենք։ Դա կկազմակերպենք։ Հայ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, որ այս կողմով են գնում գալիս եւ որտեղ լրագրողները չեն կարող լինել, հնարավորություն չկա իրենց հարց Բայց տեսեք, իրոք, եկեք ծուրը նստենք, դուզը խոսենք։ Ավելի բաց, ավելի շատ խոսացող իշխանություն Հայաստանում երբեք Ես կոնկրետ մարդկանց չգիտեմ, հիմա մարդը իր աշխատավայրում է որպես խորհրդանի նախագահ։ Հասկանում եմ, բայց ես խորհրդանի նախագահ եմ, բայց ես Հայկ Կոնջոյանի կամ որևիցե մեկ այլ падգամավորի չեմ կարող ստիպել, ասել, դու պետքա հարցազրույց տաս։ Դա խմբակցությունը կարող է անել, վերջացնեմ, էլի, խմբակցությունը կարող է, բայց այնուամենայնիվ չի կարելի падգամավորին մեղադրել, հիմա մենք հասկացանք, բաց ենք, նկատեցիր խոսում եմ, նկատել ես, որ խոսում եմ, գիտեմ, որ Հայկերը խմբակցության ղեկավարը, տեղյակ ես, որ ես այդ խմբակցություն, դե մի ընդհանուր ինձ խնդրում եմ։ Ես կարծում եմ, որ падգամավորը ինքը պետքա որոշի, երբ ինքը պատրաստ հարցազրույց տալ։ Ինձ ես ձեր կողքով անցա։ Դուք ինձ
Ման հարց չտվեցիք, եկա Տիկին Ջեբեջան ասաց հարց ունեմ, ասի կպատասխանեմ, դուք եկաք հավաքվեցիք, դուք որոշեցիք, չեք գաք ինձ հարցեր տալ։ Դե թողեք падգամավորն էլ որոշի, երբ որ ինքը պատրաստ է, ասելիք ունի եւ այլն, բայց այնուամենայնիվ բաց են այմա, ասինքն ավելի բաց падգամավոր խոսացող իշխանություն եղել է, վարչապետը ամեն շաբաթ ճեպազրույց է տալի բոլոր։ Ես 3 օրը մեկ 40-45 րոպե բոլորիդ հետ խոսում եմ։ Ձեր մասը Պարոն Կոնջորյանը Ինքն էլ էլի, իսկ ինչ տարբերություն իմ ու Կոնջորյանի միջև։ Ենթադրենք ինքը ինչ է նշանակում։ Չէ, իհարկե թաքցնելու առումով ոչ մի տարբերություն։ Ինքը դրա պարզաբանումը տվել է եւ որևիցե այդտեղ կարծում եմ փակ թեմա չի կարող։ Դա է հարցրել լրագրողը։ Գրաբան ուղարկել, օրենքով հարցում ուղարկել։ Դա էլ կա։ Եթե ժամանակին նախկին իշխանության ժամանակին այդ միջանցքները փակ լինեին, հիմա բազմաթիվ լրագրողներ զրկված կլինեին հավատարմագրումից եւ այն, բայց չի արել, չէ՞։ Նախկինները որ բերում եք, հետո ինձ հարցնում եք, ասում եք քեք նախկինից խոսում։ Նախկինում ձեզանից ոչ մեկը կյանքում չէր իմանա իրանց խմբակցության ղեկավարը քանի միլիոն դոլարով, այս դեպքում որ ասենք ընկել եք 3 թե 4-5 միլիոն դրամի տարբերություն եք փնտրում, ով որտեղ ինչ տուն ունի, որ երկրի քաղաքացի է, կամ կծեծեին, կամ կզանգեին խմբագիրներին գործից հանել կտակ, շատ լավ նայել են։ Հրապարակվել է նախկինների ունեցվածքը։ Էդում ասաբնյակներն է հրապարակել։ Հələ մի հատ ինչ կուղարկեք։ Մանումենտի դղյակների մասին։ Մանումենտի դղյակը վերջերս ա եղել։ Մի ստից բաներ խոսացեք։ Գնացեք, ասում եմ։ Գնացեք, նայեք այն ժամանակվա խոսքի ազատությունը, այս ժամանակվա խոսքի ազատությունը ասում եմ, վերածվել է լկտիության։ Ամեն մարդ, ով որ ինտերնետ մուտք ունի, որոշում է, որ պետք է ինչ որ մեկին վիրավորի, նաև լրագրողներին է դա վերաբերվում, նկատի ունեմ լրագրողներին էլ են վիրավորում ու առիթից օգտվելով ասում եմ, որպես ԿՊ կուսակցության անդամ, որպես մեր աջակիցներին եմ դիմում, որևիցե մեկը իրավունք չունի, որևիցե լրագրողի, որևիցե ձևով վիրավորի, դա վատ բառ չեմ ուզում ասեմ, ամենավատ բանն է, որ կարող է մարդը անել, դա նշանակում է փաստարկ չկա, դա նշանակում է ինչ որ չգիտեմ, ասելիք չկա, դա դիմում եմ այն մարդկանց, ովքեր որ համարում են, որ իրանք իրավունքը իրենց պետք է վերապահել լրագրողին վիրավորել։ Անթույլատրելի բան է։ Դե գոնե դա ԿՊ-ի պաշտոնական էջի տակից այդ մեկնաբանությունները հեռացրեք։ Համասում եք, ԿՊ-ի պաշտոնական էջի ասած գրում եք։ Վերջացավ, իմ ու քո, այսպես ասած, աստղային պահը վերջացավ։ Բայց նաև տեսախցիկները կֆռամ։ Պարոն Սիմոնյան, նախորդ ճեպազրույցի ժամանակ ճիշտ է անդրադարձել եք գերիների վերադարձին, 4 գերիների վերադարձին, բայց դրանից հետո ադրբեջանական տիրույթում խոսակցություններ տարածվեցին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրենց իշխանությունների կողմից այնուամենայնիվ նրանց բաց չեն խաղալու։ Այս մասով որևէ մեկնաբանություն կարող եք անել։ Որևիցե մեկնաբանություն չեմ կարող անել, պետք է կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ, մենք իրանց հետ կապված աշխատանքներ ենք տարել, տանելու ենք անընդմեջ, եթե դրա համար ինչքան ժամանակ պահանջվի, մենք դա անելու ենք եւ Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծումներ գտնել, որ այդ մարդիկ վերադառնան։ Դա չի քննարկվում։ Դա այն մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա ու չի եղել երբևիցե։ Չէ, հերթով գնում ենք, չհասենք։ Պարոն Սիմոնյան, գիտեք, որ հայ հեղափոխական դաշնակցությունն արդեն ազդարարել է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին, ըստ Իշխան Սաղաթելյանի դաշինքային ֆորմատում։ Ըստ ձեզ, պարոն Սիմոնյան, ինչն է պատճառը, որ 136-ամյակը շտով բոլորով կուսակցությունը որոշել է դաշինքային տրամաբանությամբ մասնակցել ընտրություններին, այլ ոչ թե անձամբ սեփական դեպքով եւ այս համատեքստում մի հարց Հայաստան խմբակցության ձեր գործընկերները օրերս եղել են Գեղարքունիքի հարցում եւ խմբակցության անդամ պարոն Լևոն Քոչարյանն այսպիսի միտք է արտահայտել կամ ժողովուրդի իրավական նորիների իրավունքը կվերցնի իր ձեռքը կամ այն կտնօրինի Թուրքիան եւ Ադրբեջան ձեր մեկնաբանությունը Նախ դաշնակցության մասնակցության հետ կապված իրանց գործն է ինչ ֆորմատով ուզում են մասնակցեն մի բան ինձ համար միանշանակ է ես չեմ ուզում սա համարեք ինչ որ քաղաքական հակառակորդին հարվածելու կամ ինչ որ ձևով մեղադրելու բան ես վստահ եմ որ այն ներկայացվածությունը որը որ Հայաստան դաշինքը այսօր այստեղ ունի էլ չի ունենալու կարծում եմ որ միգուցե հնարավոր է ինչ որ փոքրակազմ չափով
ներկայացված լինի, մինիմալ շեմը հաղթահարի, այն էլ այն պատճառով, որ նոր ընտրական օրենսգրքով, որը որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից է ընդունվել եւ արվել է ժողովրդավարության զարգացման տրամաբանության մեջ, այլևս կուսակցությունների համար անցողիկ եւ դաշինքների համար անցողիկ շեմը մեկական տոկոսների վիճեցրել է, այդ բանի բերումով միգուցե իրանք հնարավորություն ունեն մինիմալ բանով անցնել, ոնց որ հիմա պատիվ ունեմ նա անցել, էլի մեր փոխած մեր բանով, որ երրորդը լինի, իրանք եկել անցել։ Ինչ որ Լևոն Քոչարյանի հայտարարություններին ես չեմ համարում, որ ինքը լուրջ քաղաքական գործիչ է, որին ես պետք է մեկնաբանեմ, եւ որովհետեւ մեկնաբանություն չունեմ, չեմ էլ ուզում անկեղծել։ Ես գալու եմ, չէ, գալու եմ այդտեղ, չէ։ Սրա շարունակություն է, հիշիկ ասես։ Ասա, ես յուրաքանչյուր թեմայի պատրաստ եմ նայել։ Հիմնական օրակարգը կառուցվում է ադրբեջանա-թուրքական նարատիվի շուրջ, ելի հասարակությանը վախեցնելու։ Դե իրանք մնացել են հին տրամաբանության մեջ իրենց այս ժամանակահատված աշխատանքային որևիցե բան չի սովորեցրել, որովհետև անհնար է այլևս խոսել պատերազմի եւ հարևան երկրներից որևիցե մեկի նկատմամբ ինչ որ տարածքային պահանջների մասին։ Թեպետ Ռոբերտ Քոչարյանը դրա մասին խոսեց վերջի իր ասոցիացիի ժամանակ, ասեց դա շատ վատ է, որ դու քեզ պարփակում ես 29743 քառակուսի մեջ, ինչ որ ձևակերպում մոտավորապես եմ հիշում, բայց ասածը հենց միտքը դա էր եւ ինչ ասեմ, թող անեն այդ առաջարկը հայ ժողովրդին գնան, ասեն դե մենք գալիս ենք, հարձակվելու ենք, պատերազմ ենք սկսելու, այլ դիվանագիտություն ենք անելու, մենք երբ որ մենք այլ Ռուսաստանի հետ այլ հարաբերություններ կկառուցենք, թող առաջարկը անեն, հայ ժողովուրդը կորոշի, բայց կարծում եմ մերժելա ու մերժվելու է։ Պարոն Սիմոնյան, նույն հացի դրամաբանության մեջ օրերս Հական Ֆիդանը անդրադարձել էր Միացյալ Նահանգներում ստորագրված հաստատվին թրիփի մասով, ասել էր, որ շատ կառուցողական է գնահատում Հայաստանի կառավարության այս գործողությունները եւ դա Հայաստանում, այսպես ընդդիմադիր շրջանակները ձևակերպեցին, որ Ֆիդանը աջակցում է այս իշխանություններին, անգամ ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ինչպես հասկանալ այդ կոսույցը եւ արդյոք դա հիբրիդային տրամաբանության մեջ է, այսպես ասած։ Դուք նկատել եք, որ աշխարհում այս վերջին տարիների գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունք կա ամենուրեք, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, մեր բոլոր հարևանների մոտ, հա, Վրաստան, Իրան, Ադրբեջան, բացի մեր ընդդիմադիր որոշ շրջանակների եւ ռուսական որոշ ռոպագանդիստների։ Ասենք որոշ ռուսական ռոպագանդիստներ եւ մեր ընդդիմությունը այս տպավորությունն է, որ նույն դասարանից են։ Այսինքն այդ նկատել եք, նույնիսկ Ռուսաստանի իշխանությունն է դրական բան խոսում, որովհետեւ գիտակցում է քաղաքական առումով եւ շատ ավելի ինֆորմացված է եւ շատ ավելի իրավիճակին լավ է տիրապետում կամ իրեն թույլ չի տալիս խոսի կամ հասկանում է որ խոսելու վախտը չի, չգիտեմ պատճառները որոնք են, բայց վատ բան այս ամեն ինչի մասին խոսում են մեր ընդդիմադիրները եւ ռուսական որոշ բլոգերներ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Եւ նաեւ Սալովյովի հայտարարությունը։ Ես նման Դուգինը արձագանքեց, որ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին պետք չէ անկապ։ Ինչ տարբերություն։ Նույն ռուսերեն մի հատ արտահայտություն կա, չեմ ուզում եթերով անեմ, նույն նապալչկի երևույթներն են իրանք։ Մեկը մյուսից իմ համար որևիցե ձևով չեն տարբերվում, ու որևիցե ձևով ես իրանց այս պահին միտք չունեմ մեկնաբանելու, երբ որ մեր երկրի նկատմամբ ես զգամ, որ շատ ինչ-որ բան կա, միգուցե իմ գործընկերներին, Տիկին Մատվիենկոին, մեր ռուսաստանյան այլ գործընկերներին անձնական զրույցների մեջ, մասնավոր զրույցների մեջ կասեմ եւ ասում եմ հաճախ, խոսում եմ դրա մասին, ոչ թե լուրջ չեմ վերաբերվում, համարում եմ, որ ժամանակը չի եւ տեղը չի եւ իմ մակարդակը չի, որովհետեւ տեսեք, ես իրանց արձագանք եմ, մի հատ իրանք արձագանք են, այո, կարող եմ արձագանքել, շատ եղել է դեպքեր, որ արձագանքել եմ, բայց կարծում եմ հիմա տեղը պատեհ պահը չի, ասել եմ, ով որ պետք է իրանց արձագանքում է, երբ որ պահը կգա, երբ որ, չգիտեմ, չեմ բացառում, որ ինչ-որ միջազգային ֆորմատում, կարող է ես հա իմիջիալոց Ռուսաստան այց եմ նախապատրաստում, Ռուսաստան այց պետք է լինի, կարող է այնտեղ օրերը ճշտված չեմ, բայց հրավեր ունեմ փոխադարձ այցով իմ գործընկերը Տիկին Մատվիենկոն այստեղ էր մեծ կազմով, հիշում եք, եւ ես հիմա փոխադարձ այցի հրավեր եմ ստացել, նաեւ ծննդյանս կապակցությամբ զրուցել ենք եւ այդ այցի հետ կապված մանրամասներ ենք քննարկել եւ օրերը հələ ճշտված չի, այդ ֆորմատներում եթե հնարավորություն լինի, եթե առիթ լինի, պաշտոնական այց է, այո, եթե առիթ լինի, ես դրան կարադառնամ։ Այս պայն ասեցի, այդ ձեր տված անունները ասում եմ նույն նապալաչքի։ Անկախ պիտի
չլինի, որովհետև կարող է մեր Դե ասում եմ, այդ առիթը ժամանակը կգա իրենց լեզվով, եթե կարիք լինի, իրենց լեզվով կարող։ Էդ էլ հիշի, ես շատ եմ ուզում դրա մասին խոսեմ։ Չես կարող հիշես, ասա լավ, ասա։ Այդ մարդիկ Սալավյովը եւ մյուսներն ընկալվում են Կրեմլի ոչ պաշտոնական դիրքորոշում հայտնողներ, այսինքն բան, որը ցանկանար ասել Կրեմլը պաշտոնական։ Գիտեմ ինչա ոչ պաշտոնական անարիք ջան։ Նրանց Հասկանում եմ։ Բայց տեսնում եք պաշտոնական ներկայացուցիչը տեսնում եք ոնց է ամեն ձև սեթևետում, ամեն ձև փորձում ներկայացնել, որ դե դա նկատի չուներ, բայց չէ որ հարցնում էր եւ այլը։ Ես չգիտեմ, եթե իրանց այդ ֆորմատը լավ է, երբ որ մի հատ ոչ պաշտոնական ասեցի ինչ նապալը չկի, ասում է, իսկ հետո բարձրաստիճան պաշտոնյաները սկսում են արդարանալ, չգիտեմ, իրանց աշխատելա ոչնա, բայց ինչպես ասացի, ժամանակին, տեղին, պատեպահին այդ պատասխանները կան ու կլինեն։ Պարոն Սիմոնյան, խոսեցիք այլ ուժերի, հա, բանից անցումային շեմը հազիվ հաղթարելու, կուզեի խոսեիք ձեր մասին, դուք ինչ եք ակնկալում 50+1 հավաքելու եք, թե ամենայնիվ ձեր ռեյտինգն իջելա։ Ես համարում եմ, որ ռեյտինգը որևիցե ձևով կայուն բան չի կարող լինի եւ որևիցե օրինակ դրա աշխարհում չկա։ Մենք ի սկզբանե մեր աշխատանքը մեր տրամաբանությունը դրել ենք դրա մեջ, որ մենք սկսում ենք չգիտեմ 0.0%-ից, այսինքն 0-ից սկսում ենք նորից բան անել, քարոզարշավ անել եւ գնալ առաջ, բայց ակնհայտ է, որ մասնավորապես ամսի 8-ի ստորագրված փաստաթուղթից հետո դրան հետևած բաներից հետո, իրադարձություններից հետո մենք անցողիկ շեմը հաղթահարելու որևիցե խնդիր չունենք, թեպետ ես կարծում դրանից առաջ էլ չունենք, մեր համար շատ կարևոր է սահմանադրական մեծամասնություն ձևավորելն է եւ մենք գնում ենք այդ ուղղությամբ, դա իմ ընկալմամբ 50 ավելի բարձր է, քան մենք հիմա ունենք։ Ես ենթադրում եմ, որ մենք ավելի շատ ենք ունենալու, ձայն ավելի շատ տոկոսային ներկայացվածություն ենք ունենալու, քան 54%-ը, որը ունեցան 21 թվականին։ Այսինքն դուք կարծում եք ձեր վարկանիշը հիմա ավելի բարձր է, քան 21 ընտրություններին է եղել։ Լսեք, տարբեր բաներ այդ չի լինի համեմատել։ Այնտեղ տեսեք, քվեարկության տարբեր բաներ կար։ 21 թվականի քվեարկությունը լրիվ ուրիշ բանի մասին է, վարկանիշային քվեարկություն չէր, հա։ Դա հայ ժողովրդի պատասխանն էր միջազգային տարբեր կենտրոններին, ոչ միայն սովորաբար մենք խոսում ենք, որ Ռուսաստան բան չէ, ոչ միայն Ռուսաստանի միջազգային տարբեր կենտրոններին հայ ժողովրդի պատասխաններ։ Դա մեր նկատմամբ վերաբերմունքներ։ Դա վարկանիշային քվեարկություն չեմ համարում ես։ Դիմությունը պնդում է, որ դուք իրավիճակին այնուամենայնիվ չեք տիրապետում։ Okay։ Դուք համաձայն եք, որ չեք տիրապետում։ Ես չեմ կարող իրանց մեկնաբանել այդ առումով, որովհետև եթե իրանք տիրապետեին կկարողանային գոնե 2000 հոգանոց միտինգ անեին։ Կարան 2000 հոգանոց։ Ավելի շատ իրավապահ կառույցների։ Հարգես ինչ ակցիա։ Ինչ ակցիա։ Այդ ակցիա չի, վարչապետը գնում է, կեղծ պատարակը նախ ձեր գնահատականն է, ընդդիմությունն է կեղծ։ Նախ դա ակցիա չի քաղաքական, վարչապետը գնում է, ակնհայտ է, որ վարչապետի անձի նկատմամբ սեր ու հարգանք վայելող մարդիկ կան, շատ։ Թեկուզ նույն մարդիկ թող լինեն, ակնհայտ է, որ մարդիկ Արդեն նշանակում է, որ բերովի են։ Նարեկ ջան, լավ է, դա չի նշանակում, որ բերովի են ու չի նշանակում, որ նույն մարդիկ են։ Ես ոչ բոլորին եմ լինում եւ տարբեր ակցիաների, ձեր ակցիասի, տարբեր այդ բաներին, այդ պատարակներին ես տարբեր մարդկանց եմ տենում։ Բայց ուխտերցին էլ էին քիչ մարդիկ, ուխտերցի ժամանակ։ Ցավը տանեմ, ինչ հաշվարկը ով է անում, ասես ինչ։ Չէ, ինչ ենթադրա, մի րոպե քիչ է, երբ որ ենթադրվում է պետք է լինի 10 հոգի, լինում է 7 հոգի, բայց մենք ինչ որ նպատակ, ինչ որ սանդղակ ենք, քիչ էր, լավ, օքեյ, 7000-ը քիչ է։ Պետք է 70000-ը, որ 70000-ը լիներ, պետք է ասեք դե քիչ էր, առաջ հրապարակ էիք լսնում, որ վերավ հաշվող կա, որ հաշվեք էլի։ Պատարակի խոսում են, դիտողություն է ստանում, հայհոյում են այդ պատարակը։ Շատ վատ են Ձեր անում։ կողմնակիցները։ Լսեք, ես վստահ չեմ, որ բոլորը մեր կողմնակիցներն են եւ ես նորից եմ ասում, մեր ժողովրդի մեջ 1000, 2000, 3000 մարդու մեջ պարզ է, որ ինչ-որ մարդ կա, որը որ կարող է իրան տգեղ պայի։ Բոլոր տեղերում նման մարդիկ կան, եղել են ու լինել են։ Ընդդիմության հավաքներին էլ են եղել, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը վատ է, որովհետև այդ կուլտուրան եկեղեցի գնալու
մեզ մոտենում են, մի րոպե, մեզ մոտենում են, այո, մեզ մոտենում են, ասում են շնորհակալություն, վարչապետին մոտենում, ասում են շնորհակալություն։ Սկսեց, այո, սկսեցինք պատարակի, անկեղծ եմ ասում։ Գիտեք, դեսեք ուրիշ բան գալիս է հաջողանալու վարչապետին։ Նաև տենց մարդիկ էլ կարող է լինեն։ Կարող է լինեն տենց մարդիկ, չի բացառում։ Ինչ եք բացառում։ Դուք ինչ եք մտածում, որ ես, դուք կամ որևիցե մեկը կարող է 100-53 դուք ձեր մոտ մարդ չկա, որ ձեր շենքի, ձեր մուտքի հարևաններից մեկի հետ չի խոսում։ Մեր շենքերում մուտքերում մարդիկ կան հարևաններով իրար հետ չեն խոսում կամ իրար հետ խնդիր ունենք 1000-2000 մարդ է գալիս, բարձա ամեն տեսակի մարդ կարա լինի։ Դա չի նշանակում, որ դա ինչ-որ տենց մեր կողմից խրախուսվում է կամ ողջունում է։ Կներեք, բայց դուք ասենք, որ նայում եք անձնային աչքով ամեն Կիրակի կամ շաբաթ օրվա պատարակներին դուք ինքներդ չեք ֆիքսում, որ մարդկանց քանակը պակասել է կամ եկողները հիմնականում նույն մասն են։ Դուք չեք ֆիքսել, որ վարչապետը, եթե չեմ սխալվում, ես վերջին պատարակը նույնիսկ եթեր չի տվել։ Ֆիքսել եք։ Որտեվ չենք ուզում մենք։ Նախորդնել պիտի չի արել։ Որովհետև չենք ուզում, որովհետև դուք եւ ընդդիմա, որովհետև դուք եւ դե դուք ընդեղ եք, առնվազն թափանցիկության խնդիր չկա, որովհետև դուք եւ ու շատ ընդդիմախոսներ փորձում են հավատը, անկեղծությունը եւ այդ անկեղծ մղումները վերածել քաղաքական։ Ավելի քիչ մարդ կար, քան ով էր ասում, որ մենք այդտեղ մարդ էինք նախատեսել։ Ուզում եք, ասենք, հեսա 5 ամիս բան մնաց, հեսա կտեսնենք էլի։ Ասում են, որ ընդդիմախոսները վարչապետը կոչ է անում, բայց վարչապետը որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է կոչ անում։ Ու այո, շատ մարդիկ այո գնում են, որ վարչապետին տեսնեն, նամակ փոխանցեն, ինչ որ բան ասեն, անընդհատ դուրս են գալ։ Այո, լինում են մարդիկ էլ կան, առիթը օգտագործում են, ինչ վատ բան է երկրի վարչապետի հետ գնալ եկեղեցի եւ աղոթել։ Դրանից ասում եմ, նոր մշակույթ բերվեց պատարակներին մասնակցելու։ Այսքան մարդ երբ էր Հայաստանի Հանրապետությունում պատարակների մասնակցել։ Հիմա այս քանակությունը հարգելիս, ուրեմն կբացես, ուրեմն հա եղել են, ամեն ինչ էլ եղել է, ուրեմն կբացես իմ Facebook-յան էջը կբացես, կնայես 5 տարի, 3 տարի առաջվա իմ պատարակի մասնակցության լուսանկարները իմ ծնկաչոք նաև լուսանկար, բանում անչա, ես եղել եմ պատարակի։ Գնացել եք փոքր կարող է դու էլ ասա լավը չես ասում, կարող է նաև դու չես եղել, կարող է ստիպողաբար են տարել։ Ես գյուղում չեմ եղել, մեծ պատարակի եմ մասնակցել Կոնդի եկեղեցում մի քանի անգամ, իմ ամենասիրած Մարիամ Աստվածածնի Մարաշի եկեղեցում եմ պատարակի մասնակցել, որտեղ շատ քիչ մարդ կար, բացի հիմնական մի քանի եկեղեցուց պատարակների մասնակցությունը նես չի, չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունում տենց համատարած է եղել։ Մի խումբ մարդիկ, լավ մարդիկ, շատ սիրված, շատ հարգված մարդիկ մշտապես գնացել են, բայց սրա մասին ոչ խոսակցություն։ Որտեղ չի եղել։ Բայց օրինակ Ուղարկես քո նկարները, արի սենց անենք, ես քեզ ուղարկում եմ, ինձ կողքից էին նկարը, ես չեմ լուսանկար։ Ես քեզ կուղարկեմ, ես վիդեոներ եմ արել, մարդը որ գնում ուզում է կիսվի այդ բանով, եթե դու տենց գնացել ես պարփակվել ես քո մեջ, սա մի վերացի իմ ու քո անձնական զրույցի, ես չեմ գալու քո մոտ հարցազրույցի։ Հավատացյալների կռիվը, լուրջ ես ասում։ Շատ ուրախ եմ, Տեղեկություններ կան, որ փետրվարի 1-ից հայ-թուրքական սահմանն է բացվելու երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, այս մասով ինչ կարող եք ասել, կան նման բան։ Չեմ մեկնաբանի։ Ինչու՞։ Չեմ ուզում մեկնաբանել։ Այդ զարգացումներ սպասվում են կարճ առանց մեկնաբանությունների։ Թերևս հարց, որը Առանց չեմ մեկնաբանման կարիք ունի, պարոն Սիմոնյան, ինչ եք կարծում եկեղեցու բարենորոգման օրակարգը, որը առաջ են քաշել հանրապետության վարչապետը եւ 10 եպիսկոպոսները, ինչով կկավարտվի, ինչ ելք Մի ելք կա, այլ ելք չի կարող լինել։ Մի ելք կա եւ որն է այդ ելքը։ Կաթոլիկոսը պետք չէ նրա հիմա էլ եմ ասում։ Այդ առումով դիրքորոշումը չի փոխվել։ Լավ, բարի։ Պարոն Սիմոնյան, այս դեպազրույցից բայց ֆիքսենք, որ ձեր ինքնավստահությունը ամեն դեպքում իջել է, որովհետև նախկինում ասում եք ջախ-ջախի հաղթանակ կտանենք, սենց չգիտեմ ինչ կանենք, բայց այսօր ասում եք տենց պիտի սկսենք 0-ից եւ ռեյտինգները մի քիչ բան են, տարբեր կարող են լինել, տարբեր հատված, այսինքն ձեզ փարատ եք դրանով։